Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության ինքնիշխանության համար, կարծում ճիշտ է այս իր հայտարարության հետ կապված ձեր գնահատականը տակ եւ առանձնացրել եք նաեւ վերջերս Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցից մեկը ինչի է կապված ուզում եք ասել ձեր խոսքը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կործանարար էր Հայաստանի համար, դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի համար կործանարար էր 2018 թիվը, երբ որ ինքը ժողովրդին խաբելով եկավ իշխանության, երբ որ ինքը հայտարարում էր, թե հրապարակայնորեն հայտարարում էր, թե ինչպես 1994 թվականին Ղարաբաղը կարողացավ դե ֆակտո անկախանա, հիմա իրենք գալիս են իշխանության, որպիսի դա դե յուրե ամրագրեն։ Եթե չգիտեր Ղարաբաղի հիմնահարցը Նիկոլ Փաշինյանը, նա պիտի իշխանության չգար, այ հիմա գոնե 20 թվականի պատերազմից հետո պիտի ներողություն խնդրեր ժողովրդից եւ հեռանար։ Նիկոլ Փաշինյանը մենք անձամբ տարել ենք իր տեղակալին Մհեր Գրիգորյանին տարել ենք Ղարաբաղի իրավական փաթեթը, որը ապացուցում է, որ Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից կատարվել է անթերի։ Եթե Ադրբեջանը չի ենթարկվել խորհրդային օրենքներին, օրինակ ապրիլի 3-ի օրենքին, որը որ ասում էր, եթե որևէ սովետական հանրապետություն դուրս է գալիս սովետական միության կազմից, ապա նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները իրավունք ունեն հանրաքվե անելու առանձին եւ դնելու իրենց պետաիրավական կարգավիճակի խնդիրը, ինչն էլ Ղարաբաղը այդպես արել է, փոխանակ այդ հարցը բարձրացվեր միջազգային ատյաններում, Նիկոլ Փաշինյանը տարել է հարցը ամբողջովին այլ ուղղությամբ, ագրեսոր Ադրբեջանին եւ նրա ղեկավարին նա դարձրել է ինտելիգենտ մարդ, կրթված մարդ է նա դարձրել։ Դրա համար է, որ այսօր Հռոմում Ադրբեջանը միջազգային կոնֆերանսներ է անում եւ հայերին համարում եկվոր, ընդ որում մի երկրում, որտեղ Կոլիզեի մոտ դրված են քարտեզները, մարմարե քարտեզներ են դրված, որտեղ որ Հայաստանը նշված է 3 ծովերի միջև հարակից հռոմեական կայսրությանը։ Այս մասին չի ասում Նիկոլ Փաշինյանը որևէ տեղ, Նիկոլ Փաշինյանը ասում է ընդամենը, որ համաձայնվում է ադրբեջանցիների հետ, երևի որ հայերը եկվորներ են այստեղ եւ նրանց ներկայացուցիչներն էլ հայերին համարում են հակաքրիստոնյա ագրեսիվ եկվորներ են համարում։ Այս սա է Նիկոլի ուզածը։ Նիկոլը երբ 1999 թվականին տվել է պատժից խուսափելու իր բանաձևը, իսկ ըստ Նիկոլի, որը որ ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե ինքը այդպիսի որոշումներ չընդուներ, արդյունքը կլիներ նույնը, բայց առանց զոհերի, եւ ինքը խոստովանում է, որ ինքը բազմաթիվ զոհերի հեղինակ է դարձել, բազմահազար զոհերի հեղինակ է դարձել, նույն Նիկոլ Փաշինյանը տվել է պատժից խուսափելու բանաձևը, ինքը այդ նույն ամբիոնից ասել էր, որ իր արածը ավելին է, քան հանցագործությունը, ավելին է, քան դավաճանությունը, եւ տվել էր պատժից խուսափելու բանաձևը, ըստ որի տվյալ երկիրը կործանելն է։ Ինքը դա դեռ 1999 թվականի իր խմբագրած թերթում է տվել։ Այսինքն Նիկոլի ասածները եւ Նիկոլի պարելը ազգային ժողովի ամբիոնում, նրա ժեստիկուլյացիան, արդեն ամբողջ աշխարհն է ձեռք առնում Հայաստանին։ Արդյոք մենք արժանի ենք նման ղեկավարի, պետք է մտածել։ Ինչ վերաբերում է Պետրոս Ղազարյանի հարցազրույցին, որին մասնակցում էր Գեգամ Ստեփանյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, նախ ասեմ, որ շատ կոպիտ, շատ գռեհիկ էր պահում
Պետրոսը իրեն, ես պատիվ եմ ունեցել 80-ականների վերջերին 90-ականների սկզբներին աշխատել նույն հանրային հեռուստատեսությունում եւ նման հարցազրույցները մեզ ի ցույց էին դնում, թե ինչպիսին չի պիտի լինի լրագրողը։ Այդպիսի լրագրող այսօր Պետրոսն է, որը եթե հրավիրում է ԿՊ-ական որևէ падգամավորի կամ ԿՊ-ի որևէ ներկայացուցչի, չի էլ թողնում է իրենց անհեթեթ փաստարկները բերում են, բայց եթե հանկարծ ընդդիմադիր որևէ падգամավորի կամ էլ ընդդիմադիր որևէ ներկայացուցիչ հրավիրում է, նա անդադ հարցախեղտ է անում, չի էլ լսում, թե ինչ են պատասխանում այդ մարդիկ, չի էլ թողում, որ մի բառ արտասանեն այդ մարդիկ մտքերը մինչև վերջ արտահայտեն։ Հիմա ինչ տեղի ունեցավ Գեգամ Ստեփանյանի հետ, շատ զուսպ, շատ կոռեկտ Գեգամ Ստեփանյանը պատասխանում էր Պետրոս Ղազարյանի տված հարցերին։ Ու մի հարց, որին նա չպատասխանեց, իհարկե նա էր, մարդը թույլ չտվեց իրեն հակադրվելու ներկայիս կառավարությանը, ու դա այն հարցներ, երբ որ Պետրոսը հարցնում էր, բա դուք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եք շնորհակալ, կառավարությունից շնորհակալ չեք։ Ինչպես շնորհակալ լինի Արցախցին, այն մարդուն, ով տնազուր կարեց, հայրենազուր կարեց մի ամբողջ ժողովրդի, 120-ից 150 հազար մարդու։ Ինչպես շնորհակալ լինի Նիկոլ Փաշինյանին 120-150 հազար մարդ, երբ Նիկոլը հայտարարեց Արցախը Ադրբեջանի մաս։ Կրկնում եմ, Արցախը չի եղել երբևէ Ադրբեջանի մաս, ես այստեղ գրքեր եմ ցուցադրել, գիրք եմ ցուցադրել Ադրբեջանի 7-րդ, 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որտեղ գրված է, որ Նագորնի Ղարաբաղ это Արցախ։ Գիրքը տպագրվել էր 1972 թվականին Բաքվում։ Այդքանը Նիկոլ Փաշինյանը չգիտի, եթե չգիտի, նա իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ղեկավար լինելու։ Հիմա Պետրոսը ուզում է, որ արցախցին Նիկոլ Փաշինյանին շնորհակալ լինի, որ հայրենազրկել են, տնազրկել են, այդ մարդիկ թափառական են դարձել, չգիտեն ինչպես ապահովեն օրվա հացը, եւ եթե 40+ են տալի, դրա համար պիտի շնորհակալ լինեն, այդ էլ այն գումարներն են, որ մի մասը, չգիտեմ, գուցե ամբողջը դա արտասահմանյան օգնություն է գալիս, այլ ոչ թե բյուջեից է գնում։ Կարող եք արդյոք մարդ պատկերացնում է մի պահ հայաստանցիներս, մի հատ պատկերացնենք, ամեն ինչ կորցնում ենք, մի օրվա մեջ դառնում ենք ոչինչ չունենք, ընդամենը ունենք մեր հագի հագուստը ունենք, ու էլ ոչինչ չունենք։ Ես այդ կապակցությամբ մի բան եմ ուզում հիշել, նոյեմբերի 20 թվականի նոյեմբերի 10-ն էր, իսկ պատերազմի ժամանակ այնպես ստացվեց, որ մեր տանը հյուրընկալեցինք մոտ 25 արցախցիների պատերազմի այդ 2 ամիսների ընթացքում, ու եկան նաև եւս մի ընտանիք, որին արդեն տանը տեղ չունեինք, պիտի տանեինք ամառանոց։ Իսկ երեկոյան գիշերը, երբ որ հայտարարեցին, որ Շուշին հանձնված է, ինձ մոտ ինպիսի տպավորություն էր, որ ես ինչ չունեմ, կորցրել եմ։ Ու այդ մարդկանց, երբ որ տարանք ամառանոց, ես չէի կարում արդյունքներս զսպեի, իրանք հենց այդ նույն օրն էին Ստեփանագերտից ժամանել Երևան, երբ որ տարանք ինձ այդ անունը Ռոզա Հակոբյան, անընդհատ ասում էր, ինչի ես լացում դու, իրենք Ստեփանագերտից եկել են, ես լացում եմ։ Ինձ թվում էր, թե ես իմ ամառանոցը, որ ամենաշատն էի սիրում, ինձ թվում էր, ես կորցրել եմ ոչ միայն ամառանոց ու տունս տեղս, ասում էր, ես ասեցի, ախր ես այնքան շատ եմ սիրում իմ ջրվեժը, ասեց, Ժասմինա, բայց մենք քո ջրվեժի հետ ոչինչ չենք անելու, ես խոստանում եմ, ոնց բան ենք անում, մենք ոչինչ չենք փչացնի, այդպես էլ կթողենք, ես չկարողացա այդ կնոջը բացատրեմ, որ ես ինչի համար եմ լացում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը